Պետրոս Ղազարյանն էլ ինչքան գիտեմ լրատվականի պատասխանատու չի էլի, բայց պարոն Հովսյանը կասի։ Պետրոս Ղազարյանը առանձին բաժնից է, բայց լավ, հեսա կխոսենք դրա մասին։ Տիկին Գալստյան, նախ շնորհակալ եմ հարցերի համար ու հատկապես շնորհակալ եմ, որ ամեն անգամ գալիս եք գոնե այս հարցերը տալիս եք, որովհետև ինձ մոտ շատ հաճախ տպավորություն, այ այդ տպավորությունը անդադ կրկնվում է, որ ազգային ժողովում մեր գործընկերները կապ չունի ընդդիմություն թե դիմություն, խոսում են հանրայինի մասին, տարբեր տեսակետներ են արտահայտում, իզեպ գալիս է պահը առնչվելու, իրենք չկան, որպեսզի այս հարցերը տան, դրա համար եմ շնորհակալ, որ դուք այս հարցերը ուղիղ տալիս եք ու շատ կարևոր է սրանց մասին բաց խոսելը։ Նախ նշեցիք ռեպորտաժում, թե ինչպես էր կառուցված ամբողջ ռեպորտաժը, Տիկին Գալստյան, առաջին անգամ չի երևի, որ ես այստեղ խոսել եմ այդ մասին, մենք խնդիր ունենք ընդդիմադիրներ հրավիրելու մեր եթեր։ Ոչ թե խնդիր ունենք իրենց հրավիրելու հետ, այլ խնդիր ունենք, որ իրենք չեն գալիս։ Եվ չգիտեմ արդեն որիորդ անգամ եմ ես այս մասին խոսում բաց։ Ես շնորհակալ եմ ձեզ անձամբ, որ դուք երբեմն գալիս եք մեր եթեր, բայց մենք ունենք ընդդիմադիր падգամավոր, առանց անունների չեմ ուզում քաղաքականացնեմ, ով մի քանի տարի շարունակ մեզ խոստացել է եւ չի գալիս եթեր։ Եվ այդպիսիք մեկը չեմ, մի քանիսն են։ Այսինքն մենք ունենք խնդիր։ Ինչ խնդիր կա ընդդիմադիր падգամավորի համար, կապ չունի ընդդիմադիր է թեկուս իշխանություն, հա, ինչ խնդիր կա ընդհանրապես քաղաքական գործի համար գալ հանրայինի եթեր եւ պատասխանել հարցերին։ Շատ հաճախ ես չեմ էլ պատկերացնում ինչն է խնդիրը, բացի նրանից, որ միգուցե հարցերից են խուսափում, սա մեր վերլուծությունն է։ Բայց շնորհակալ ենք այն բոլորին, ովքեր որ գալիս են, ու երբ որ դուք ասում եք, որ ընդդիմության տեսակետը չհնչեց այդ ռեպորտաժում, ես ձեզ հիմա պաշտոնապես ասում եմ, եթե կան այդ падգամավոր ում տեսակետը չհնչեց կամ ընդհանրապես падգամավորներ ձեր ֆրակցիայից, ովքեր ուզում են գան հանրային խոսեն դրա մասին, ոչ թե ռեպորտաժում 1 րոպե, 2 րոպե կամ 5 րոպե, ինչպես դուք եք նշում, այլ պատրաստ ենք ամբողջ 25 րոպե եթեր հրավիրել, թող խոսեն այդ մասին։ Բայց հիմա ես էլի եմ ասում, պաշտոնապես հրավիրում եմ։ Եվ շատ ենք ուզում, որպեսզի մեր գործընկերները գան եթեր, որովհետև սա նաև իրենցն է, եւ կարեւոր է, որ իրենք այս եթերում լինեն։ Ինչ վերաբերում է Հովանավանքի պատարագի հետ կապված, դուք այն անվանեցիք fake, ենթադրում եմ դա քաղաքական գնահատական է, որովհետև մենք չենք կարող անվանեցիք fake պատարագ, դա քաղաքական գնահատական է, մենք չենք կարող, ինչպես գիտեք, գնահատականներ տալ, բայց անկեղծ ասած այս քննարկումը տեսակ իրակի վրա ու զարմացա, թե ինչ զարմանալու բան կա ընդհանրապես։ Տասնյակ լրատվամիջոցներ տարածքում ուղիղ եթերում աշխատում են, բայց ինչ որ մարդիկ զարմանում են, թե ինչու է հանրայինը աշխատում։ Հետո այնպես է լինում, որ ինչ որ բան հանրայինը չի լուսաբանում, ասում են ինչու չեք լուսաբանում, դուք հանրային հեռուստաընկերություն եք, բա ինչու չեք լուսաբանում։ Հիմա լուսաբանում ենք, ասում եք մի լուսաբանեք, հիմա ո՞րն է ճիշտը, լուսաբանենք թե չլուսաբանենք։ Պարզ է, չէ՞ որ իրադարձություն է կատարվում։ Հիմա դուք դա կոչեք fake թե ոչ fake, դրանից չի փոխվում, որ այնտեղ ինչ որ իրադարձություն է կատարվում, եւ հանրայինն էլ պարտավոր է անդրադառնալ դրան, եւ հանրայինն էլ անդրադառնում է, եւ այս զարմանքը, որ կա, ոչ միայն ձեզ մոտ, այլև մեր նույն լրատվամիջոցների գործընկերների մոտ, ես զարմանում եմ այդ զարմանքից, թե ինչ կա զարմանալու, այսինքն այդ ինչ տեղի ունեցավ, որ հանրայինը լուսաբանեց դա, իսկ ինչ կար, ինչ որտեղ արգելված էր։ Ես այդպես բան չգիտեմ, դրանից եմ ես զարմանում։ Ասացիք անվանարկելու հետ կապված քաղաքական գործիչը եկել է եթերում եւ անուն է տվել, որը չպետք է այդպես տար։ Մեր եթերում ես ձեզ վստահեցնում եմ, բազմիցս նույն ձեր գործընկերները եւ ոչ միայն գալիս են անվանարկում են։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, որտեղ անվանարկումները շատ են, բայց ես ձեզ վստահեցնում եմ, չկա որևէ մեկը, որ հայտարարի, որ հանրայինի եթերում եկել է հարցազրույցի, չգիտեմ, իշխանությունից ընդդիմության, ընդդիմությունից իշխանությանը անվանարկել են, տարբեր անվանարկումներ են եղել, հիմա չեմ ուզում կրկնել դրանք, որոնք մոնտաժվել են մեր եթերից։ Նման դեպք չկա։ Եթե կա, ասեք։ Բայց երբ որ դուք ասում եք քաղաքական գործիչը եկել է ձեր եթերում եւ այսպիսի բան է ասել, կներեք, քաղաքական գործիչ նաեւ ձեր գործընկերներն են եւ դուք երբ որ գալիս եք, կներեք, ավարտեմ դուք արձագանքեք։ Երբ որ գալիս եք հանրայինի եթեր եւ ինչ որ անվանարկումներ եք անում, այնպես չի որ հանրայինը դա խմբագրում է։ Եվ հիմա դուք մեզ կոչ եք անում խմբագրել որևէ մեկի հարցազրույցից հատված։ Դա անընդունելի է հանրայինում։ Եվ վերջինը Պետրոս Ղազարյանի հետ կապված, որ անդրադարձել էր, Տիկին Գալստյան, Պետրոս Ղազարյանը եթերում բազմիցս տարբեր թեմաներով անդրադառնում է եւ մեզ մոտ այնպես է, եթե ինքը կարող է եթերով անդրադառնալ, ինքը կարող է նաեւ անդրադառնալ իր սոցցանցում, որովհետեւ դա նախ իր անձնական էջն է իհարկե, բայց
Մենք եթերում էլ ունենք օրինակներ, որ մարդը անդրադառնում է, որովհետև ինքը քաղաքական մեկնաբան է եւ քաղաքական մեկնաբանները կարող են իրենց տեսակետը արտահայտել։ Կարծում եմ նորություն չեմ ասում, բազմաթիվ օրինակներ կան դրանց, այդ թվում նաեւ երկիր մեդիայում են եղել նման օրինակներ եւ նման օրինակները բազմաթիվ են եւ այդտեղ զարմանալու բան չկա եւ ես ձեզ տեղեկացնեմ, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է գործում է էթիկայի դիտորդ մարմին, վստահ եմ տեղյակ եք, որտեղ կարող եք բողոքարկում անել, եթե ինչ-որ մի բանից դժգոհ եք լրատվամիջոցի աշխատանքից կամ որևէ մեկի գործունեությունից, թող իրենք գնահատական տան, այդ մարմինը ստեղծվել է։ Հուսով եմ բոլոր հարցերին անդրադարձա, շնորհակալ եմ։ Եթե ինչ-որ հարց ես բաց եմ թողել, խնդրեմ հիշեցրեք էլի։ Շնորհակալություն։ Ասեմ, որ մեր պատասխանը Պետրոս Ղազարյանի առնչությամբ ձեզ եղել է եւ դուք չեք արձագանքել եւ կարծում եմ բավականին պատշաճ եւ զուսպ պատասխանը, որ պիտի ձեզ բավարարած լիներ։ Ցավոք սրտի չի բավարարել, բայց հիմա պարոնայք ես հավաքական արձագանքի եմ ձեզ։ Նախ պարոն Մովսիսյան եւ գործընկերներ, իրադարձությունը եւ պատարակը բոլորովին տարբեր բաներ են, տարբեր ժանրերից։ Դուք ասում եք իրադարձությունը մենք իրադարձությունը եւ պատարակ կարելի է այսպիսի իրադարձություններ եւ ոչ 2000-անոց բազմա հազարանոց իրադարձություններ մեր հանրային կյանքում շատ են եղել եւ երբեք հանրայինը որպես հեռուստաընկերություն այդ նախանձախնդրությունը չի ցուցաբերել մեկնաբանելու, պատկերելու, հանրությանը ներկայացնելու ընդդիմության հանրահավաքները։ Այդ դրանք միգուցե իրադարձություն էին, բայց ես խոսում եմ պատարակի մասին եւ պատարակը իրադարձություն չէ պատարակը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու այն եկեղեցու որը սահմանադրությամբ ճանաչված է իր բացառիկությամբ նրա ծիսակարգն է եւ ուրեմն դրան անվանել սովորական ինչ որ իրադարձություն բացարձակապես նշանակում է հայ եկեղեցու թե ծիսակարգից թե կանոնակարգերից լինել լրջագույն հեռավորության վրա երբ որ պարոն Սիսա Գաբրիելյանը ինձ փորձում է ասել որ երբ որ դուք կասեք ամենյա ինչ ընտրված վարչապետ որևէ պրոտոկոլ արարողակարգ որևէ արարողակարգ ամեն անգամ ինձ կամ որևէ մեկին չի պարտադրում ամեն անգամ ասել ով վսեմաշուկ ընտրված միակ եւ այլն կա մարդու դիմելու պատշաճության պատշաճ սահմանում եւ այս ամեն անգամ ընտրված լինելու հանգամանքի մասին ուղղակի զավեշտական է եւ ընդհանրապես ասել որ մարդուն եթե դուք շարունակում եք պարոն Գաբրիելյան շարունակում եք անարգել մեր եկեղեցուն եթե դուք ինչ որ մի ասենք թե աղանդ եք ստեղծել Հովանավանքում ասեք այս մեր աղանդն է բայց դա հայ առաքելական եկեղեցին ունի մեկ ծիսակարգ մեկ պատարակ եւ ըստ իր ճարտարապետության եւ կանոնակարգի Կարգալույց է անում եկեղեցու պատշաճ կանոնակարգը խախտածին։ Տվյալ դեպքում Ստեփան ազգանունը չգիտեմ, այդ Ստեփանը կարգալույց է եւ եկեղեցու առայժմ գործող եկեղեցու կանոնակարգով ինքը ոչ եկեղեցական հոգեվորական ընթացքի մեջ է։ Ուրեմն նա մենք չենք կարող եւ դուք որպես պետական այրեր, ովքեր եթեր են վարում կամ եթերային քաղաքականություն ճշտում, սա պատարակ, սա նա եղել էր օճալ հիմա կարգալույց է լավ թողեք ավարտել ինչի եք մեր բյուջե կնել եք էլ ընդհատելու համար ինչի եք մեր բյուջեի քննարկում վերածում դավանաբանական վեճի դուք ներողություն թույլ տվեք պարոն Դարփինյան խնայեք էլի պարոն Դարփինյան կներեք երբ որ ես կգամ ձեր մոտ հյուր եւ մենք կշեղվենք օրակարգից կասեք բայց սա ազգային ժողովն է որտեղ ես ունեմ իմ օրակարգը սպառելու քննարկելու իմ հարցերը շոշափելու այստեղ ես եմ նախագահում ես թույլ եմ տալիս ես օգտվում եմ իմ պատգամավորական մանդատից եւ իմ լիազորությունների սահմանից դուրս չեմ եկել եւ ինչ վերաբերում է եթե դուք մանիպուլացնող պատասխաններ չտայիք, այստեղ չհնչեին, որոնք եկեղեցու ամբողջ ծիսակարգը խաթարված եք ներկայացնում, իսկ միգուցե չանդրադառնայի եւ մեր քննարկումը այստեղ կավարտվեր։ Բայց երբ որ պարոն Գաբրիելյանը այսպես կոռեկտ եւ նորմայի մեջ է համարում, որ օծյալ վեհափառեն կարելի է իր ավազանի անունով կոչել, դա ուղղակի հերթական անարգանքն է, չի կարելի։ Նույնիսկ եթե դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեք, որի ազատությունը դուք ունեք խղճի եւ ազատության մասին օրենքով, բայց դուք պետք է այլ հավատացյալների զգացումները հարգեք եւ մեր վեհափառը ունի իր հոգեվորական անունը եւ դա պատշաճ է որ հնչի հանրային եթերում։ Եվ մենք հիմա խոսում ենք
Բացարձակապես ես օրակարգից դուրս չեմ, պարոն Դարփինյան, որտեղ մենք խոսում ենք հանրային միջոցների մասին, բյուջեի մասին, այն հեռուստաալիքից հանրայինին, որից ակնկալիք կա պատշաճ բարևարք եթեր։ Եվ այստեղ օրակարգից շեղվելու մասին որևէ Ինձ գալստյան ոչ միայն ասեցի հակառակը, ասեցին հակառակը, երբ որ կգնաք հանրայինի եթերում մարդուն կդիմեկի պաշտոնը, այդ ընտրված մասը կարող եք չասել, իդեպ կարող եք չասել ամենայն հայոց վարչապետ, ուղղակի ասեք վարչապետ Նիկոլ Փաշինյան հերիքա։ Այդ ժամանակ հենց բոլոր ընդդիմադիրները, որ տենց հերթով կգնաք եւ անունով չեք դիմի, այլ պիտակավորումներով չեք դիմի, մարդուն կդիմեք անունով, հետո եկեք իր հետ գնանք հանրայինից պահանջենք, ասենք այս մարդու անունը սխալ են տալիս, ես էդ էի ասում։ Ինչ վերաբերում է շատ ճիշտ նկատառում անում, կներեք, եթե կեղծ պատարակ է, ինչեր է 20 լրատվամիջոց գնացել on-line եթերով հեռարձակում։ Եթե հետաքրքիր չի դա որևէ մեկին, եթե դա կեղծ է, fake է, ինչ են հեռախոսներով, տեսախս ինչ են լուսաբանում։ Եվ որ ասում եք բանը չկա։ Ես հիշեցի, երբ պարոն Մովսիսյան երթով քայլելով բան, տես գնում ենք մենք հանրային հեռուստաընկերությունը գրավենք, մեզ պետքա եթեր տան, այս մարդը իջել էր կես ժամ խնդրում էր, ասում էր, այ ձեր ցավը տանեմ, ինչ 2 րոպե, եկեք 30 րոպե խոսացեք, ոչ մեկը չի գնում։ Նորից եմ ասում, վերջին 1 ամսվա մեջ Տիկին Գալստյան, այդտեղ որ մի հատ ցույց լիներ։ Ձեր դաշնակցությունից կամ ընդդիմադիրներից մի երկու հոգի որ պաստառներով կանգնած լինեին։ Բողոքի ակցիա կդնեի կանոնը դիմացը, հետո գալու եք ասեք հանրային, այստեղ բողոքի ակցիա էր, ինչի՞ չես լուսաբանում։ Ես տրամաբանական հարց եմ տալիս։ Եթե դա անհետաքրքիր է Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտում, ինչի են 15-ից ավել լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակում տալիս այդ իրադարձությունը։ Եթե անհետաքրքիր բան է, ինչ է, ուրեմն հետաքրքիր է, չէ՞։ Այնն են ուղիղ եթե լրատվություն չի տալի, եկել եք ասում եք հանրային հեռարձակող, ես ուղիղ եթերով ինչ Տիկին Գալստյան, ես ձեզ չեմ ընդհատում, խնդրում եմ։ Ասում եք հանրային հեռուստաընկերություն, ինչի ես ուղիղ եթերում տալիս, այս մարդն ասում է, մենակ ես չէի տալիս, Երկիր մեդիաներ տալիս, Ազատության գործընկերներս են, իրանք էին տալիս, մյուս բոլորը տալիս էին։ Հիմա ինչի էին տալիս այդ մարդիկ ուղիղ եթերով այդ միջոցառումը, որ հանրայինին եկել ասում եք ինչի եք տալիս։ Կարող եք արձագանքել։ Պարոն Գաբրելյան, հանրայինի եւ սովորական լրատվամիջոցների զանազանությունը կարծում եմ ձեզ որպես նախկին լրագրողի չպիտի բացատրեմ։ Եկեք հասկանանք, մի տեղում օգտագործվում են հանրային միջոցներ, մյուսը իմ որևէ լրատվամիջոցի եթերային քաղաքականությունն է։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ներեցեք այդ ձեր ասած կեղծ պատարակը, որ անվանում եք կեղծ, այդ մասնակիցներով չի ձևավորվել հանրային հեռուստաընկերության բյուջեն։ Թե մենակ ընդդիմության բյուջեն բան վճարած հարկերն է գնում հանրային հեռուստաընկերություններ, բոլոր քաղաքացիները վճարում են, ձևավորվում է իրանց այդ թվում պատարակին մասնակցած քաղաքացիներով։ Ես ասում դուք հակառակ պատասխանեք։ Ինչի՞ չպետքա լուսաբանել մի իրադարձություն, որը հայաստանյան բոլոր լրատվամիջոցները լուսաբանում են։ Այդ ցավտանը բոլորը ուղիղ էին տալիս, ինչի պետքա ուղիղ եթերով չտա հանրային հեռարձակողը մի բան, որ բոլորը տալիս են։ Տեսեք, այդ օրը երևի 10-ից ավելի ուղիղ հեռարձակումներ են եղել, ես շատ սիրողական պարզապես ուսումնասիրել եմ, 10-ից ավելի ուղիղ հեռարձակումներ են եղել տարածքում եւ հանրայինը եղել է նրանցից մեկը։ Հիմա որ դուք ասում եք դա պատարակ էր, իրադարձություն չէր, ես շատ մասնագիտական լեզվով եմ ասում։ Ինչ որ մի բան որ կատարվում է ինչ որտեղ, դա մեզ համար իրադարձություն է։ Հիմա միտեղ կարող է լինի պատարակ, միտեղ կարող է լինի հանրահավաք։ Մենք դա անվանում ենք իրադարձություն, դա մասնագիտական տերմին է։ Ինչ վերաբերում է, որ ասում եք ընդդիմության ցույցերը նույն ինտենսիվությամբ չեք լուսաբանում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ 20 թվականի նոյեմբերի 11-ից, երբ ես ստանձնեցի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, մենք այդ ժամանակ ամեն օր լուսաբանում էինք եւ լուսաբանում էինք, չգիտեմ, ինչքան ժամանակ, բավականին երկար ժամանակ։ Մեզ այն ժամանակ մեղադրում էին ընդդիմության ցույցերը լուսաբանելու մեջ, գիտեք ինչու, որովհետեւ մենք դրոնից կադրեր էինք անում, այն ժամանակ դեռ ոչ մեկ չէր անում տենց բան։ Մեզ մեղադրում էին, թե ինչի եք այդպես անում։ Եթե կհիշեք 20 թվականը, 21 թվականը, հետո մեզ մեղադրում էին ինչի մեջ ասես։ Բանը հասավ նրան, որ ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը, եթե